Բարև ձեզ հարգելի հետևորդներ, շարունակում ենք մեր հերթական հաղորդումը։ Մինչ բուն հաղորդման անցնելը կխնդրեմ ձեզ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ, դրեք լայք, ինչպես նաև կարող եք կիսվել ձեր ընկերների, ձեր բարեկամների, բարձր դասանի երեխաների եւ ուսանողների հետ, քանի որ իմ հաղորդումը զարգացնում է վերլուծելու եւ տրամաբանելու ունակությունը։ Այսօր ես եւս մի անգամ կկրկնեմ, որ վաղը երեկոյան Երևանի ժամանակով 22:00-ին մեր հյուրն է լինելու միասին սոցիալական կայքի հիմնադիր Վարդան Կապրելյանը, բավական կարևոր հարցեր Սփյուռքի եւ սոցիալական, ցանցային, ազգային, ինչպես որոշում ենք մենք, ազգային պետության կամ ազգային գաղափարի ստեղծման։ Մենք հարցեր կտանք եւ ամեն ինչ բարձ կլինի։ Սկսենք այսօրվա հաղորդումը Հայաստանից, ուրեմն միտումնավոր կերպով Հայաստանում գնում են արդեն հլա ամառ չկա, գնում են արդեն ամառային արձակուրդի, թույլատնելով քաղաքական իրավիճակը, բնականաբար տակից իրենց լկտիությունները պահելով, դրա համար փորձելով զուսպ մնալ, բայց քանի որ ի սկզբանե ոնց որ իրենց ենթակա Աղազարյան հովիկներ ասում իշխանությունը լկտիացնում է մարդուն եւ ինքն էլ նույն լկտիների մեջ է մտնում, լկտիացող իշխանության Սուրեն Պապիկյանը իր համարներով Պաշտպանության նախարարության իր վրա հաշվի գրված ամենագնացով բարձր արագության տակ խմածա դեղի տակ ինչա խփվելա կանգնած մեքենային կորունի փողոցի վրա գիշերը 12-ին նախ հարց էին տվել եւ ճիշտ են տալիս ինչ գործ ունի ծառայական մեքենայով գիշերը 12-ին բնականաբար հարբած Պապիկյանը, բայց վարքյանական դուրս թռած պուպսիկները, մեկը ՆԳՆ պուպսիկը ներքին գործերի նախարարության մամլոխոսնակ պուպսիկը, մյուսը պաշտպանության նախարարության պուպսիկը, նայեք այդ տղեկի երեսներին պուպսիկ լրիվ։ Այս պուպսիկները ասում են, որ այդպիսի բան չի եղել։ Իհարկե, պիտի կոծկեն։ Բա Արփինե Սարգսյան, չէ՞։ Նախարար ես եկել, սպանությունները հերթ չի տալիս, հանցագործությունները հերթ չի տալիս, հայոյվող լրագրողներին հերթ չեն տալիս, նախարարների լկտի պահվածքը դեղի ու խմացության տակ ուրիշի մեքենաներին խփել հերթ չի տալիս։ Դու գոռում ես ես պրոֆեսիոնալ եմ։ Պրոֆեսիոնալ են դատելու քեզ, ես ասել եմ ու կրկնում եմ, դու լավ գիտես, որ քեզ բերել են որպես քավության նոխազ, ու այդպես էլ դու մնալու ես որպես քավության նոխազ, անելու են ամեն ինչը քցեն քո վրան, հետո ասեն գիտես ինչ կա, բանախարար է իր բան էր, սա հնորություն չի ժողովուրդ ջան։ Բոլորի ժամանակից եկած Սերժի Քոչարյանի Լևոնի դնելու են որ փչացնեն ոնց որ մյուսներին։ Հիմա ես կներկայացնեմ ձեզ Նիկոլ Փաշինյանը գնացել է Էստոնիա։ Նիկոլ Փաշինյան Էստոնիա ինչ ես գնացել, հարց, հա։ Ինչ կա Էստոնիա, որ դու գնացել ես ու հանդիպել ես իբր հայ համայնքի հետ։ Նախ էլի հետդ մարդիկ ես տարել կներեք, հետդ մարդիկ ես տարել, որ երևա Էստոնիայի հայ համայնքից է, երկրորդն էլ Էստոնիայի հայ համայնքում գնացել ես ծաղիկ ես դրել կոմունիզմի կողմից զոհերի հիշատակին, բա Էստոնիան մի հատ եղեռնի մասին խոսք չի ասում, ընկել եք Էստոնիայի միջով ձեր իշխանությունը պրոթուրքական էս նույն թուրքական ֆինա-ուգրական ցեղն է, թուրքալեզուների մի ճյուղն է, հունգարացիները, Օրբան Չուրբանը ջհուդաթուրք եւ նույն Էստոնիան ջհուդաթուրք, ոչինչ չի անում, անընդհատ գնում եք Էստոնիա, ինչով եք զբաղվում։ Իմիջիայլոց Էստոնիայում շատ տարածված է ոնց որ Դանիայում զոոֆիլիան, կարող է դրա համար եք գնում, կենդանիների հետ սեռական կապի, ես ամեն ինչ ձեզանից հավատում եմ ու գիտեմ որ կաք։ Էստոնիա ինչ ես գնացել ծաղիկ դնելու իբր հայ համայնք։ Էստոնիա մաքսիմումը 1500-1600 հայ ապրում, ու այդ հայ համայնքին ինչ ես բացատրել։ Քո ձև տված են խաղաղության խաչմերուկը, որ խաչմերուկը մկրատ են սարքելու համապատասխան եղած ճղածդ կտրեն։ Հա, դե վաղուց են արդեն կտրել։ Չէ, ինչ ես անում Էստոնիա ու ինչ որ բան է ստացել ֆուտբոլի մայկա էր, ինչ էր վրան գրած Փաշինյան։ Դիչ կապիկություններ է սարքված։ Էլ անելիք չունես պետ բյուջեի հաշվին, այն անգամ առաջ դուք մեղադրում եք, թե Սերժ Սարգսյանը կամ Քոչարյանը մեկուս անում են, տարին 10 թե 8 երկիր են գնում։ Նիկոլ Փաշինյան, տարին քանի 100 տեղ ես գնում դու։ Քանի 100, մենակ 10 անգամ Ռուսաստան ես գնում 20 անգամ։ Խի ես գնում Ռուսաստան այդքան որ չես բանանում։
Բյուջեի հաշվին չտեսներով ընկել եք մանեք գալիս։ Կարող ոչինչ տես տարածում թե քոկվածությունը։ Հատուկ միջազգային այդ բանի կողմից, ոզի կողմից, որ համաճարակների կողմի, գլխավոր ներկայացուցիչը դու ես, քո քորվելու քոստն ես տարածում մանդավոշկեն թե սիֆիլիսը։ Ինչ ես տարածում։ Էստոնիա գնացել էր ինչի համար։ Էստոնիան է երկիրն է, որ միակ երկիրն է Եվրոպայի եզակի երկիր, որ հայոց եղեռը չի ընդունել։ Ինքը չի ընդունել, Իսպանիան կարծեմ, ու վсё, մնացածը բոլորը ընդունել, հա, մեկ է Բոսնիա, Ալբանիա, այդ որտեղ մուսուլման կա, վերջ։ Դու Էստոնիա գնում ես ինչ անես, 4 տարի է դուք Էստոնիա բոլորը իրար հետ դեսպանով, բանով, պատչիկներով, պուչիկներով ինչ եք անում։ Ինչ հարց եք լուծում Էստոնիայում, հարց։ Իմ համար շատ մեծ հարց է, ինչ հարց եք լուծում Էստոնիայում դուք, որ գնում եք, այդ միլիոնները ծախսում եք։ Այսինքն այլանդակությամբ են զբաղված, որ բան, սուտ գնում են, սուտ ինչ որ ես իմ ընդեղ հայերին են հավաքում, նստում են, խոսում են, ուր Էստոնիա այդքան հայ, մի հատ դեսպանն է իր տեղակալ մորքուններով մնացածին է տարել եք, եկել էր Մյունխեն հետդ բերել էր, Ստյոպիկ էր բերել, Գեղցի եսիմում էր բերել, մի քանի հատ կոկոսակցության զիբիլերից գեղերից վերցրե բերել։ Որ քեզ չհայոյեն։ Ես խնդրում եմ Էստոնիայի հայ համայնքին, թող մի հատ գրեն, որ մեկին են կանչած եղել, բացի մի երկու հոգի երևի այնտեղ որ պետության հետ կապ ունեն, զորով բերել են դեսպանը ասելա պետք է գաք դե իմ ես։ Ամենայն դեպս գնում ես Էստոնիա, ինչ անես։ Կապիկություն, հերթական կապիկություն։ Հաջորդ ուզում եմ անդրադառնամ մեր երկրում մի հսկայական կոռուպցիոն սիստեմի, որը ուրեմն ցիտում եմ թերթերը տպել են նենց որ փակճի, ես ուղղակի ներկայացնելու եմ ձեզ։ Բանից պարզվում է, որ մեր հայտնի մշտական օլիգարխ, միամիտ տիկին լացող, ձև տված, բոլոր իշխանությունների ժամանակ կոռուպցիայի մեջ թաթախված, 3 միլիոն կաշառք տված եւ դրա փոխարեն իրեն ոչ մեկ չդատես թե Տոտա ջան, 3 միլիոն դոլար քեզ որտեղից, որ կաշառք տվեցիք, բա որ 3 միլիոնա քո հարկային միջոցները դու կարող ես կաշառք տաս, ինչի չենք ընդունել միլիարդները, խոսքս գնում է, էլի եմ կրկնում Հայաստանի Հանրապետության այն, ինչ ասեմ, սևագրավ Սիլվա Համբարձումյանի մասին։ Սիլվա Համբարձումյանը Սյունիքի մարզի Տերտերասարի ոսկու հանքավայրի ուսումնասիրության համար ասպարեզում հայտնել է մի նոր հին հավակնորդներ հանքարդյունաբերության ոլորտում փորձ չունեցող պրո կոնտրաստ սպեն եւ այլ հանքավայրի հետ քանիցս առնչություն ունեցած գործարար Սիլվան Համբարձումյան, ուրեմն այս տիկինը հիշում եք սրան, որ լացում էր, որ լիցկան խփեց, ես լիցկային ինչքան է չսիրեմ, մի բան եմ ասելու, լիցկա, դու որ խփեցիր Արմենիա մայրոտում, դու լավ չխփեցիր, դու նենց պետք է խփեիր, որ սա չանը ամեն ինչը ջարդվեր, քացով էլ տայր ոտը ջարդվեր, ցմա չկպներ, որ սա դառնար Կալյասկի վրա, որ հասկանար ինչ է նշանակում Հայաստանը թալանել ու մտնել կառավարության տակը ու կարողանալ մինչև հիմա լինել ու անընդհատ թալանել երկիրը ու անպատիժ մնալ։ Մարդ, որը իրան հայտարարում է ես 3 միլիոն կաշառք եմ տվել, այդ մարդուն արդեն խոշոր կաշառք տալու համար ինքը պիտի անժամկետ նստի երևի 15-20 տարի ստուգեն այդ փողերը որտի չենք ներ ասում Վարդան Այվազյանը ինձից 3 միլիոն կաշառք ուզե ես այդ տարետ տվել եմ փաստաթղթերն ունեմ դատարանը որոշեց Վարդան Այվազյանին ոչ մի բան չանել քանի որ Սիրժիկ Սարգսյանի նախարարն է բայց Սիլվային էլ նորից ոչ մի բան չարին հետո եկավ Նիկոլի իշխանության ժամանակ սկսեց խառը գործերով զբաղվել հիմա նորից այդ հանքը շահգործման է հանձնել եւ այդ հանքի համար նորից մտնում է գործի այս պրո կոնտրաստ ֆիրման որը հիմնել է 2022-ի ամռանը գրանցվել է հիմնել է Արամ Ստեփանյան եւ Սարգիս Գառնիկի Վարդումյան 22 թվի հիմնած ֆիրմա է որը զբաղվել է, հիշեք, 22 թե 25 նորա, որը զբաղվել է պոլիէթիլենային փաթեթավորման փոքր ձողիկներ, սննդի պոլիէթիլենային փաթեթավորման թաղանթներ, ալյումինե տարաներ, մեկ անգամյա օգտագործման գլխարկներ, բախիլներ եւ այլն։ Այս ապրանքների արտադրողը, հա, ընկերության հետ, օրինակ Evolut SP-ի հետ էսթետիկ բժշկական
մաշկաբանության կենտրոնի հետ գործարքից հետո վերցրել է այս ամբողջ ՍՓ-ները իրար հետ, փորձել են մտել ոսկու մեջ։ Ոսկու մեջ են մտնում, գալիս է որ ոսկու ոլորտում փորձում են իրենց կապիտալը դնել, ասում են մեր կապիտալը տեղի կապիտալն է, մեկը չեք հարցնում 22 թվի ֆիրմեն, ոնց է կարած այսքան բան որտեղից փողը, որ միանգամից 2 տարի հետո, տարի ու կես հետո մտել է Տերտերասարի ոսկու հանքի մեջ, որը երկրաբանորեն տեղեկությունների համաձայն 2000-ից 2012 թիվը, պատկերացնում եք, 12 թիվը շահագործվել է Սիփա մեկ ընկերության կողմից եւ Սիլվա Համբարձումյանի հանքարդյունաբերությունը տնօրինել է նա։ Տեսեք, որը գտնվում է Մեղրու Լիչքի բնակավայրում 26 կիլոմետր մոտավորապես Մեղրի քաղաքի մոտ է 4.5 կիլոմետր Տրասից հեռու։ Այս ամբողջ բնակավայրի Լիչքի ղեկավարությանն էլ խոստացել է, ուշադիր լսեք, Սիլվան եկել է հիմա, խոստացել է, որ ձեզ կապահովեմ գյուղից ագարակ Մեղրի տրանսպորտով։ Գյուղապետն էլ համաձայնվել է, ասել է ժողովուրդն է համաձայնել։ Ես չեմ կարծում, որ Լիչքի վարչական ղեկավար Հայկ Հովհաննիսյան։ Ուշադիր լսի ինձ, ես չեմ հիշում քեզ ճանաչում եմ թե չէ, Լիչք ծառայած ժամանակ, բայց որ մի երկու անգամ տեսածել եք կճանաչեի։ Հայկ Հովհաննիսյան։ Ուրեմն ընդամենը մեկ ավտոբուսի համար համաձայնվել եք հողերը տակ միլիոններով ոսկի հանելու, հա, տենց միամիտ եք, փող չես կերել, մենակ համաձայնվել եք ավտոբուսով, ժողովրդին էլ ասեք, հա, լավ ավտոբուս անում։ Տեսեք, սա կաշառք չի, դուք ինձ թողեք, ես ձեզ ավտոբուսով կապահովեմ եւ այլն։ Այսինքն համաձայնություն տակ մի ավտոբուսով միլիոններ հանեն, դու անմեղ ես, հա քո աշկերն է մեղավոր, ժողովուրդն է համաձայն, հա։ Լիչքի գյուղապետին, համայնքապետին մի հատ տարեք կարգին տեղ փաջեք տեսեք ինչ ա վերցրել։ Մի հատ Լիչքի համայնքապետի հետ 130 հոգի է, թե ինչքան է Լիչքի բնակիչը, 140 հոգի է, տեսեք ինչ մեքենա է քշում։ Ինչ աշխատավարձ է ստանում, որ ինչ մեքենա քշի, ինչեր ունի։ Որ սենց համաձայնվել է ու կաշառք երկրորդ անգամ Սիլվա Համբարձումյանին չեն ձերբակալում, չէ՞ որ սա կաշառքի ձև է, ավտոբուս տամ կապ չունի չափ, ինչի կաշառքը պետք է պարտադիր լինի 100 միլիոն որ դատվի, 3 միլիոնի համար չդատիկ, ավտոբուսի համար չեք դատելու։ Ում թևի տակ է Սիլվա Համբարձումյանը, Լևոն Սերժ Ռոբ, թե ավելի բարձր Ռուսաստանի, բնականաբար որ հանկերը ռուսներն է Ռուսաստանի, իմիջայլոց ասեմ ձեզ, համայնքի երկրաբանական ֆոնդում կա հաշվետվություն, հանքավայրը 2000 թվականից օգտագործվել է, շահագործվել է բաց, 2005-ից փակ ստորգետնյայի եղանակով, այսինքն փորը որտեղ ասես հանել են, հանվել է ոսկի արծաթ պղինձ կապար ցինկ աշխարհի ամենաթանկ մատերիալները ժողովուրդ ջան, պարզա հանվել է գրավիտացիայի տեխնոլոգիայով, հանքավայրում մնացորդը հիմա կազմում է 131,400 տոննա հանքաքար, ոսկու պարունակությունը 9,31 գրամ 1 տոննայի մեջ, այսինքն 1 տոննա 223 կիլոգրամ 100 գրամ ոսկի կա հիմա այդտեղ։ Հասկացաք, չէ՞, իսկ հիշեցնենք ոսկու միջազգային գինը, որ ունցիան դարել է արդեն 2700, հաշվեք քանի միլիարդ է, ու էլի Սիլվա Համբարձումյանը անում է, բայց նա չի դատվում։ Նոր հաշվետվություն էր արել, արդեն տակը հանել են, կանխորոշված պաշարները եւս գումարած 8000 տոննա է, որից 638 կիլոգրամը ոսկի, 826 տոննան արծաթ, դուք հասկանում եք ինչ տրիլիոնների մեջ է այս Սիլվան։ Ու էլի Սիլվան դատի մեջ չի եկել, նորից մտնում է տեղ փայ։ Հələ մյուսներին պետք է ստուգվի սրանց նորից։ Հիմա ասենք Նարեկ Գևորգյանը ասել է, որ Տերտերասարի հանքավայրը Նարքինում շահագործված եւ լքված է եղել, իրենց ընկերությունը դիմել է լքված հանքավայրում ուսումնասիրություն անելու համար։ Փաստորեն, այս արանքը հանենք բացատրենք ժողովրդական լեզվով։ Ինչ է նշանակում լքված հանքավայրը, եթե Խորհրդային Միության ժամանակ 3%-ից պակաս էր տալիս, հանքը լքվում էր։ Բայց պարզվում է, որ իսկ հիմա 0.1-ա, 0.9-ա, եթե չեմ սխալվում, այդպիսի տոկոսա, չգիտեմ, կասեն ինձ մասնագետները, հիմա տեսեք ինչա կատարվում։ Փաստորեն ձևական լքված են հայտարարել, իրենք իրանց ձև գործարել են, հենց տեսել են կողքից մարդ է գալիս եւ նոր երևի խաղեր են տալիս, նորից հոп վերածնվել են։ Պարզա Ահա եւ հանքավայրի գործը։ Հիմա Վարդի ձորթե Ղուտայի գեծուր բնակավայրի վարչական ղեկավար Վլադիկ Գևորգյանը զրուցելուց ասել է, որ իրենք տեղի ունեցել պրո-կոնտրաստ ՍՊ-ի կողմից ներկայացված հայտի հանրային քննարկումը,
որը լիճք բնակավայրում է եղել, եւ Համբարձումյանն է, Սիլվա Համբարձումյանն էլ ասել է, հա, Էդի դրական պատասխանա տվել։ Վլադիկ Գևորգյանն ասել է, որ լիշկեցիները հավատացել են գործարի հերթական խոստումներին, սակայն հին աշխատողները բազմիցս պատմել են, այ մարդս կամերաս հայ իշնում է։ Այս բաները աշխատողները բազմիցս պատմել են, որ գործ աշխատավարձերի պարտքերը Սիլվան մինչև հիմի չի փակել։ Սիլվա դու նստել էիր, այն ինչ են ասում, չասեմ ինչի լաց, բոլորդ լավ գիտեք դրելին, ինձ ապտակեց 5 րոպետով ֆենաց գնացել էր երկիր մեդիա ելույթ տալու, մարդկանց աշխատավարձերը ինչի չես տվել, լիճքի բազմաթիվ աշխատողները ասում են, որ մեր աշխատավարձերը մինչև որոշ չի տվել, դու շահագործումից ըստ օրենքի դուս եսեք 2012 թվին 25 թիվնա, 13 տարի քցեք բանկի տոկոսի տակ 15-ա 17-ա, դրամային տոկոսը դրեք Յունիբանկի հաշվեք, Սիլվայից ստացեք, պլյուս տարեկան մառալնի ուշեր մի 10% էլ ավելացրիք, ինչի չես տվել այս փողը, հա? Ասма, այս կոնտրաստ պրոկոնտրաստի հաշվարկներով 330,000 քառակուսի մետր տարածք, այսինքն մոտ կես քառակուսի կիլոմետր է գտնվում իր հաշվեկշռում։ Ահա եւ ամբողջ թվերը, բուսաբանական նկարներ կա եւ այլն կա, ամեն ինչ հաշվարկված է կադաստրի նշված հասցեներով, ամեն ինչով։ Հա։ Եվ այս ամբողջ գործարքի մեջ դե շատ երկար է պատմությունը, կրճատեմ, հա, տեսեք ինչ է ասում նաև այս ընկերության ղեկավարը, որովհետև ստեղ էլ շատ մեծ խաղեր կա ժողովուրդ ջան, ասում եմ մտավախությունն այն է, եթե այս ամեն ինչը պետությունը հաշվի չի առնելու եւ եթե մեր ծրագրին դրական եզրակացություն չտրվի, կստացվի, որ կան ուժեր, ժողովուրդ ջան, որոնք տարիներ շարունակ այստեղ գործունեություն են ծառայել, գործունեություն եւ ծառայել գործունեությունն են ծավալել, այսինքն ինչ ուզել արել են, ոնց ուզել արել են, ինչ որ ասի ես, եւ բնապահպանական ոչ մի նորմատիվ չի պահպանվել, այժմ կրկին երբ որ եկել է այդ սար իմ ասացի պես, նորից արդեն ուզում են բան անեն, շահագործեն, հոп, ծլել է նորից Սիլվան, բայց դու լեքե գնացել էիր Եվ հիմա դատական գործ են հարուցել ապրիլի 30-ին նշած է 15:00-ին Մեղրի համայնքի լիճ բնակավայրի ղեկավարի նստավայրում տեղի կունենա պրոկուրոր ՍՊ-ի կողմից նախատեսվող Տերտերասարի ոսկու հանքավայրի վերաբերյալ երկրորդ հանրային լսումը։ Տերտերասարի հանքի ապօրինի շահագործման քրեական գործի վերաբերյալ տեղեկատվության գրավոր դիմում են ուղարկել քննչական կոմիտե։ Պատասխանին եւ մանրամասներին կանրադառնան շուտով։ Շնորհակալություն որ այս լրագրողական ծառայությունը ասես կարգին բան անում, հիմա ասեմ, Սիլվա Համբարձումյան, դու ոնց ես այսքան դատերից փախնում։ Դու Ռուսաստանի, Հայաստանը թալանող Սեչին, այնտեղ մնացածի շունն ես, հա? Գազպրոմի եւ այլն շունն ես։ Դրանից ենքում ես չեմ տեսնում։ Թե չէ թե դու Հայաստան որևէ մեկի շունը լինեիր, հաստատ Քոչարն ու Սերժը այնքան ուղեղ ունեն, որ իրենք կարողանում են փուրը տալ մեկ-մեկ իրենց ամենամոտիկ մարդուն։ Քոչարն իր կուրսեցի Շահեն Հովասափյանին բոմբը դրեց տակը պայթեցրեց իր մանկության ընկեր։ Դու ինչ ես որ քեզ պահեն։ Ժողովուրդ ջան, տեսեք, հանրապետության մեջ կա մարդ, որը այսօր միլիարդները, հիմա ես դնեմ որ ունցիայով հաշվեմ, այդ մոտավորապես 2000 հաշվես, չէ՞։ 2 տոննա ոսկին, 2 տոննա ոսկին բաժանում ենք 27.3, 2000 տոննան բաժանում ենք, հեսա ես ձեզ տոշտի թիվը ասեմ, փողով ինչքան է այսօրվա շուկայում, կոնկրետ հենց հիմա հաշվեմ, ամինտեղ չասեք ունցյան դարելա 27.9, իմ մոտի տվյալով 27.3, իմ հեռախոսի տվյալով, խնդրում եմ, ինչ ուզում եք արեք, հեսա կգրենք մեկ ունցյա, ձեր համար հատուկ, ունցյա, հաշվեմ ինչքան փող է, էլի, տարե, ունցյան 28.35, հիմա ես 28.35 կհաշվեմ բանը, դու ասա, 2 միլիոն գրամը, կիլոգրամ տոննա, 2 տոննա, կհաշվեմ կասենք ինչքան է 2 տոննան, պարզա, հսկայական միլիոններ, 28.35, 2 տոննան արմա 2000 կիլո, 2 միլիոն գրամ, 2 միլիոն գրամը կբաժանենք 28.3,
ու կստանանք մեր ուզած թիվը։ Էսի մենակ Սիլվան, որը միշտ չգիտես ինչի չի երևում։ Իսկ այստեղից ինչքան է հանես Սիլվան, բա Քոչարյան, Սերժ, դուք ներկա չեք եղել, հա? Ներկա չեք եղել։ Հարց եմ տալիս, ոչ մեկը ներկա չեք եղել։ Ահա 190 միլիոն 812,720 դոլար արեց։ Մենակ այստեղի ոսկին, որ հիմա կա, մենակ ոսկին։ Բա Սերժ ու Քոչարյան, Լևոն Տեր-Պետրոսյան, դուք չեք տեսել Նիկոլ Փաշինյան չասեն, որտեղ կեղտոտ շուն ես, բայց դուք չեք տեսել այս թալանը։ 10 մարդիկ այսքան տարի շահագործել են։ Չեք տեսել թալանը, հիմիկվա մենակ եղածն է այսքան։ Հələ դա բազմապատկեք այս 7 տարվա կտրվածն է, բազմապատկեք, տեսեք ինչքան ալու։ Այն անգամ ես բարձրաձայնեցի բոլոր օֆշորային ուղղությունները, իմիջիալոց այս մի ուղղությունն է Սիլվան գրանցել է օֆշորում։ Գրանցման ֆիրմայի անուն ու համարը կա կոդի օֆշոր։ Բացատրեցի Քոչարյանի թալանը աբանի Ալավերդու պղնձամոլիբդենից 32 միլիարդ դոլար 10 տարվա ընթացքում անուն ազգանուններով, հույներով, հասցեներով։ Էսի մենակ Սիլվայի այս ամենափոքր հանքը բազմապատկեցինք 190 միլիոն, որ հիմա կա, երևի մի 3 կամ 10 այդքան էլ հանվել է 30 քանի տարվում։ Բա 3 միլիարդ ընդե, 132 միլիարդ ընդե, ժողովուրդ ջան, մի հանքենք մենք նայ։ Հետո էլ ասում եք, բանը, Քոչարի ազգային վերածնունդը գլուխ եք գովում, ոնց է կարելի ավտոբուսը սարքեք ծրի։ Ժողովուրդ ջան, Հայաստանի 32, այս էլ հետը որ հաշվենք միլիարդով 35-36 միլիարդ, մենք ընդամենը 2 հանք ենք հաշվել, 36 միլիարդ բերեք Հայաստանի բյուջեները 1991-ից մինչև 2025-ը գումարեք, տեսեք 36 միլիարդ կլինի թե չէ, հասկանալի է։ Շնորհակալություն, անցնենք հաջորդ թեմաներին։ Ուրեմն ես ուզում եմ այսօր խոսել միջազգայինից, շատ հետաքրքիր մի թեմայից։ Ուզում եմ խոսել Փեզեշքյանի ելույթից։ Ուրեմն քանի որ Հայաստանում գոյություն ունեն հայի թշնամիներ, հայախոս թուրքեր կամ հայախոս ջհուդներ կամ հայի թշնամիներ, միանգամից տպել են հայկական թերթերը, ոչ մեկ չի տպել, մենակ հայկական թերթերն են տպել ու միանգամից տարածել են։ Պարզ երևում է, որ ռուսի ջհուդի թուրքի շներ տպել են, թե Փեզեշքյանը ասել է Արցախը ողջունում եմ, որ Ադրբեջանի մաս է, բրավո եւ բրավո։ Ես հիմա ներկայացնում եմ, ես հատուկ գրեցի Facebook-ում եմ արդիկ պանիկային են, ես հատուկ ներկայացնում եմ Փեզեշքյանի խոսքը։ Ուրեմն Փեզեշքյանը ներկայացնում է. մենք կողմ ենք տարածքային ամբողջականությանը, մենք նույն հարաբերություն ունենք Ադրբեջանի, ինչպես նաև Հայաստանի հետ եւ Զանգեզուրի միջանց կոչվածը մեր համար կարմիր գիծ է, դա ինչքան վնաս է Հայաստանին, նույնքան մեզ։ Դրա համար մենք առաջարկում ենք ու կառուցել ենք Նախիջևան, Իրան, Ադրբեջան գիծը։ Պարզ է, չէ՞, բառացի ասում է մենք դեմ ենք։ Մենք Հայաստանի տարածքային ամբողջականության կողմն ենք։ Այստեղ Արցախի հարց դրված չէր։ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը դա չորոշված կոնկրետ թիվ է։ Ոչ մեկ չի ասել, որ 86-6 է, որ Նիկոլ իր թուրք պապաների իր թուրք ամուսինների անունով ասեց։ Պարզ է, Հայաստանի Ադրբեջանը 35 տարի ապրել է 73,000 քառակուսի կիլոմետրի վրա։ Իսկ որոշ ժամանակ կանցնի, այս ընտրությունը կանցնի, եթե մենք հաղթեցինք Ադրբեջանի տարածքը հաստատ Նիկոլի հայտարարած 86,600-ից կնվազի Նիկոլ Փաշինյանի միջալոց, եթե դու ուզում ես 86,600 հայտարարես Ադրբեջանը, իրականում 86,600 չի, Հայաստանը հայտարարում ես 29,743, Ադրբեջանը 86,558 է։ Ասեմ, որ մի քիչ էլ ուղեղդ լվաս, էլի, քանի որ անգրագետ ես ու դուք ուզում եք ասել կրթվել է նորաձև է, որ դուք ոչիլ եք, հիշեցնեմ ձեզ ամբողջը։ Էնպես որ Փեզեշքյանի խոսքը մի ծռեք ու ներկայացրեք ժողովրդին է պանիկա ու գցել են։ Էս էլ ձեր պարսիկը, հա չասենք պարսիկը մեր աղբերն է, ով ասե պարսիկը մեր աղբերն է, պարսիկը լավը լիներ, Արցախի պատերազմի մեջ կմտներ ու ինքը հաստատ կունենար իր լուրջ դերը, թե Արցախում, թե Հայաստանում։
թե Արցախում, թե Հայաստանում կուտը կերցրին, թքին վրեն, հիմա այդ թքածի տակից կարա դուրս գա, թե չի կարա, դա իր անձնական գործն է։ Ու ես բոլորիդ ասում եմ, շատ մարդ ասում է, վայ, պարսիկին խփեն մեզ ոտատակ են տալու, ժողովուրդ, ես 100% համաձայն եմ, որ պարսիկին խփեն։ Պարսիկի քիթը պետք է քսվի գետնին, մենակ նրա համար, որ Արցախի վրա տուրիստներ բերում ցույց տալի։ Ու 5 րոպե հետո հլա Խուդապերին է չանցած ողջունեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ուղիղ 4 օր հետո Ալիևն ու Էրդողանը հելան վերևից թքին վրեն Բաքվի բարձրակից, ասին հյուսիսային Իրան գոյություն չունի, դա մերնապտի տակ։ Պարզա, այնպես չի, որ ես պարսիկի կողմ եմ, բայց այս պահին խոսքերը փոխելը ժողովուրդ ջան, ամենավատ բանն է։ Հիմա ասենք այսօրվա նաև վերջին թեմային, որը քաղաքական է, ասենք Պակիստանի թեմային հարգելիներս, ինչ է կատարվում Պակիստանում, այս պահի դրությամբ Հնդկաստանից սկսել են մասսայական դեպորտ անել, վտարել պակիստանցիներին։ Պակիստանցիները լաց ու կոծով բնական է, որտեղ Պակիստանում սովա, Հնդկաստանում չեմ ասում դրախտ է, բայց էլի հաց ուտելու գործ ունեն, այդ մարդիկ իրենց երեխեքով լցրած մեքենաների ցույց են տալիս ողբալով, սահման ասում են, սահմանների վրա կրակոցներ կան, այո, կան, բազաների վրա կրակոցներ կան, դեռ ոչ, դեռ սահմանային ուղեկալներն է կրակվում ու այդ սահմանակից գյուղերը կամ բնակավայրերը։ Պատերազմը կվերաճի ատոմայինի շատ հնարավոր է, ինչի, որտեղ ասել եմ ու կրկնում եմ, այս 3 պետությունը իրար հետ աշխարհի կես բնակչություն ունեն։ 1.6 միլիարդ Հնդկաստան, 1.5 Չինաստան, 230 էլ Պակիստան, եղավ ձեզ 3.3, 3.4 միլիարդ աշխարհի 8-ից։ Սենց հարմար առիթ կա, չէ։ Բարձա, այնպես որ շատ հնարավոր է ամեն ինչ լինի, բայց որ այս պահի դրությամբ ոնց ես հասկանում եմ, չի ավելի ծավալվում, սա նշանակում է, որ երկու կողմն էլ այդքան էլ համաձայն չեն կռվի։ Կհասնեն էլի, որտեղ սա ոչ առաջի կոնֆլիկտն է, ոչ վերջին։ Միակ բանը, որ Հնդկաստանը ավելի ծանր ուժ կիրառեց Պակիստանի հանդեպ, սա ոչ թե քաղաքական կամ կրակած Պակիստանն էլ ինչ է, ժամով, որտեղ պապազում է 17 երեխա ունենում, սկի չգիտեն ումից։ Ամենաահավոր բանը, որը հիմա կատարվում է, դա Պակիստանի ջրից զրկելն է, եւ ամբողջ Պակիստանը շոկի մեջ է, որովհետեւ ես երեք եմ ասել 60 թվից այդ ջուրը բացավ ցանկացած պատերազմի ժամանակ։ Հիմա որ ջուրը փակեցին, Պակիստանի տնտեսության 80%, իսկ Պակիստանը գյուղատնտեսական երկիր է, 80%-ը վերանում։ Դառնում է լրիվ անապատ։ Այս ամբողջ էությունը այսօրվա ճակատում։ Իսկ ինչ վերաբերվում է Նաթանյահուն գալիս է Բաքու, թե չէ, ինչ հարցերի մեջ են, կրկնում եմ, նախ Թուրքիան, եթե զիջեց Սիրիան, սա ավելի մեծ ապտակ է իր ժողովրդի եւ մնացածի մոտ, որովհետեւ Սիրիան զիջելով ինքը կորցնում է ամեն ինչ, 15 թվից պատերազմի մեջ այդքան նյութական միջոցներ եւ այլն, ռուսը թռավ ինքը ավելի մեծ մտավ, որովհետեւ այն ժամանակ մի հատ Իդլիբ էր վերահսկում, հիմա հսկայական Սիրիա այդ սնունդը պետք է հասցնի կորցանված երկրին ամեն ինչը։ Հա հասկացանք իր զորքն է կանգնած, բայց այդ 8 միլիոն թեկուզ մնացած մարդու հացը պետք է հասցնի, թե չէ։ Լրացուցիչ իր բյուջեի թուրքերի տված հարկի վրա։ Չհաշված այնտեղ ինչեր է կատարում։ Միջալոց ասեմ ձեզ, որ երկրաշարժի վնասները իրականում ես ասում եմ, չէ, 100 անգամ հեչից շատ են։ Ցուցադրում հսկայական քանդված շենքեր, ես եմ ասում, մեր մոտ բան չեղել, մարդ չի մեռել։ Շենքերը 7-8 հարգանի լրիվ թափել են կեսը, ասում մեր մոտ բան չեղել։ Դες բան չկա, մարդ չի մեռել, ուղղակի դուրս են գնում։ Հաստատա միշտ ձեր մոտ այդպես լինի ու դուք ասեք բան չեղել։ Ես համաձայն եմ։ Թող մի հատ 10-12 բալանոց երկրաշարժ լինի կամ 7 բալանոց ամեն 10 րոպե մեկ լինի, դուք ասեք մարդ չի մեռել, ես համաձայն եմ։ Կլինի Պոլիսում, հետո կդառնա Անգորայում, հետո կգնա կլինի եսիմ Զմյուրնիայում եւ այլն, մնացած տեղերը։ Հարգելիներս, այսօր պատրաստել էի այսքանը, շնորհակալություն բոլորիդ, շնորհակալություն եմ ուզում հայտնեմ մեր բոլոր հետևորդներին, անկախ նրանից հայ թե օտարերկրացի, քանի որ իր ուրախությունից ունենք օտարերկրացի հետևորդներ, ես ունեմ թե ռումինացի, ազգությամբ մաքուր, դնում են հատուկ ծրագիր կա, չգիտեմ, ես ձեզ կասեմ, թարգմանում նայում են թե ալբանացի եւ թե ռուս։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել։ Հիշեցնեմ հարգելիներս, որ հիմա կփորձեն մի քիչ նստացնել ընդհանուր իրավիճակը, քաղաքական, որպեսզի ասել եմ, սեպտեմբերից կսկսվի գորգռոցները, իսկ
բոլորիդ համար հիշեցնեմ, որ երբ որ երկրում փորձում են ինչ-որ ուժ մտցնել, սկզբում փորձում են ստեղծել մանր տենց խմբավորում կուսակցություններ, ինչպես տեսակ Գյումրին դա նախատիպներ, ստեղծեցին մանր գրպանային կուսակցություններ 1800 դե վարչապետի համար կգնա մի քիչ ավելի շատ, չնայած անցած անգամ Սիամոն էր 900 ձայն եւ այլն խզմալյան բանը, տենց ամեն մեկը որ իր կողմից 2-3 հազար ձայն էլ փախցնի, դա փոշիացման ձևն է, 10 կուսակցություն այդպես մտնում են, դառնում է արդեն ձեզ մոտավորապես 100-120 հազար ձայն, իսկ հիմնական ձայնը այն ում որ լինելու է 400 հազար, դա էլ իշխելու է, իմիջիայլոց մենք այն այլ ընտրանքն ենք, որ ոչ մեկի հետ գործարքի չենք մտնում, չենք մտնում գործարքի, ուղղակի չենք մտնում եւ ցանկություններ չունենք։ Թե կուզենաք Կիրկորովի նման, որ Կիրկորովը ուզում է աչքի ընկնի, հելում հետևը բացում, որ բոլորը խոսեն։ Նման բաներ անեք, որ հայոյանք լսեք, ձեր անունը լսվի, չէ, չենք անելու։ Ձեզ թե սև, թե սպիտակ PR չենք անելու։ Որովհետև այս երկրում վերջապես լինելու է մեկը, որ կարողանա ազգի հարցը հոգա, կարողանա ստեղծի այնպիսի պետություն, որ նախարար աշխատելը լինի գլխացավանք, որ ոչ մեկ չուզենա նախարար աշխատի, 3 սմեն են աշխատելու։ Քոչարի ազգային վերածնունդ կուսակցության հաղթելու դեպքում ցանկացած նախարարի տեղակալ աշխատելու են 3 հերթափոխով, որ այս 35 տարվա եղածը վերանա, ոչ շաբաթ կիրակի ունենալու են, բայց 3 հերթափոխով, որ սենց բարդակ չլինի։ Հələ տեսեք, այս ամբողջ կեղտը վերացնելու համար, մշակույթի, էկոլոգիայի, մնացած բոլոր տեղ ռազմական, ոստիկանական եւ այլ կեղտը վերացնելու համար ինչքան ներվեր է պետք, դրա համար պիտի լինի նախարար, տեղակալներ, ամեն 30 օրը մեկ է բացարձակ էկրանով ամեն մեկը 10 րոպե ներկայացնելու ամեն նախարար ինքը ինչ արել, ամեն 30 օրը մեկ, ուղիղ ամսվա վերջում, վերջին օրը հիմի կլինի մեկը չգիտի 28 բանը փետրվարը 28-րդ օրը դուրս կգա կներկայացնի ինչ հարցեր են դրված եղել, ինչ ալուծել։ Ամեն նախարարություն, եթե կարողանա ամեն ամիս 20 հարց լուծի, հավատացեք 20 հարց լուծի, Հայաստանում հսկայական առաջընթաց կլինի։ Այսքանով ավարտում եմ մեր այսօրվա հաղորդումը, մաղթում եմ ձեզ լավ օր, հիշեք, հայ է նա, ով պատասխանատու է իր ազգի մասին, ում մեջ կա հայ Աստծո մասնիկը, նա հայ է, ով որ նյութին չի գնում, չի ծախվում ցանկացած միջոցի ուժի, նա հայ է, ով ծախվեց էլ հայությունը եւ Աստծո մասնիկը, նրա մեջ ժողովուրդ ջան դադարում է, դուք վերածվում եք ծախու ապրանքի, վերջ էլ դուք չեք կարող հայ դառնալ, դու չես կարող, գիտես ինչ կա, ես չեմ կարող հիմա գնամ, ասեմ արա, թուրքերը ասին 100,000 տամ, այս ինֆորմացիան ծախի, բայց ընդամենը այդ են ծախի, ինչ իրանք ուրիշից կարային իմանային, հենային չտային հարևանին են տալու, վերջ, երբ որ դու ծախվում ես, դա նշանակում է, որ ծախվում ես, իսկ հենց ծախվար դու դադարում ես Աստծո մասնիկը ունենալ, այդ լույսը ոնց որ քո մեջ մարում է, դու դառնում ես վաշխառ, դու դառնում ես փողով ծախվող, դրա համար հայանա, ում մեջ կա Աստծո մասնիկը, բերեք միասին վերջում մեր բարի աղոթք ուղարկենք առ երկինք, որպեսզի մենք հասնենք մեր երազանքին, Աստված թող արժանին պատժի հայ ազգի ներքին եւ արտաքին թշնամիներին, հատկապես ներքինին, քանի որ նրանք ավելի տականք են, հազարերեսանի ծախվող, մեջքից դանակով խփող ազգ ուրաց, իսկ արտաքինին մենք տեսնում ենք, Աստված թող արժանին պատժի ամալեկների թշնամիներին, հաջորդ տարին Արցախում, Նախիջևանում, Գանձակում, Բագարանում, հաջորդ տարի Մուշում, Վանում, Արտվինում, Սասունում, Տրաբզոնում, Համշենում, Կիլիկիայում, Անգորայում եւ Պոլսում, ամեն